Երբեք չհավատաք, որ թշնամիներն ու նախանձողները հայտնվում են պատահական։ Հավատացած եղեք, որ եթե նրանք կան ձեր կյանքում, ուրեմն դուք հաջողակ եք ու նախանձի թիրախ։ Ուստի որքան էլ տարօրինակ հնչի, մաղթում եմ, որ շրջապատված լինեք նախանձողներով։ Եթերում Կիրակնորյա ժամն է, բարի երեկո նախ այսօրվա թողարկման համառոտ բովանդակության մասին։ Հայաստանը քաղաքական և տնտեսական նոր հանգրվանի մատույցներում, եվրոպական ու եվրասիական առաջարկները, ազգային շահով պայմանավորված մեր պահանջարկը և աշխարհաքաղաքական վերջին զարգացումները։ Առաջին հայ օդաչուն ու պարաշուտիստը կամ պատմություն իսկական կին օդաչուի մասին։ 1935 թվականին նա նորաստեղծ օդաչուական դպրոցի առաջին սաներից էր։ Ուշացումները խորհրդանշական սանդղակում, հայաստանցիների գրաված բարձր հորիզոնականի գաղտնիքը, ինչու է մերոնց պարագայում ժամը ժամից անցնում, ինչու են նրան գերմանական ճշգրտությամբ մշտապես ուշանում, համազգային դրսևորումներից մեկի մասնագիտական պարզաբանումը։ Տաք ձմռան վիրուսային անբարենպաստ ազդեցությունը, շնչուղիների հիվանդությունների համաճարակի հավանականության և ինքնաբուժության հասրած անդառնալի հետևանքների մասին, Հիպոկրատի երդվյալների մերօրյա մրցակիցները։ Էմանսիպացիոն հաղթարշավի կենդանի խորհրդանիշի հեռավոր արևելյան ոդիսականը, անհավանական ու խորհրդավոր պատմություն Հայաստանի առաջին հանրապետության աշխարհի առաջին կին հյուպատոսի մասին։ Ծանոթացեք Դիանա Աբգար։ Ավանդական հայկական նոր տարվա խորհուրդն ու ծիսակարգը, իհեճուկս ծանրաբեռնված խորտիկակող սեղանների, լապլանդացի եկվոր պապիկի հայկական նախորդը ապրում է Արարատ լեռան գագաթին։ Կարաբալայի երևանյան վերածնունդը կամ ինչպես անհայր մանկությունը չկոտրեց փոքրիկ ծաղկավաճառի կամքը, մեկ ծաղիկ, հնամաշ մի հեծանիվ ու ծով լավատեսություն։ Եվս 24 ժամ և հավանաբար կյանքի կկոչվի վերջին տարիների ամենահավակնոտ տնտեսական ու ինչու ոչ նաև քաղաքական նախագիծը։ Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը։ Այս նախագծի ռիսկերի և օգուտների մասին շատ է խոսվել։ Ներկայացվել են տարաբնույթ հաշվարկներ ու տնտեսական վերլուծություններ։ Ընդհանուր առմամբ բերված փաստարկներում գերակշռողը շահավետության գործոնն է։ Չմոռանանք նաև, որ Հայաստանի արևմտյան գործընկերները նույնպես հաստատակամ են Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու ու խորացնելու հարցում։ Վաղը նախագահ Սարգսյանը մեկնելու է Մոսկվա, մասնակցելու ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ Թեմայի մանրամասները Արկադի Գրիգորյանի տեսանյութում։ Դեկտեմբերի 23-ը և Մոսկվան ամենայն հավանականությամբ հիշատակվող ամսաթիվ ու վայր են դառնալու պատմության դասագրքերում։ Տրամաբանական շղթան հուշում է, որ հենց այդ օրը միս ու արյուն կստանա հետխորհրդային տարածքի նոր միավորումը։ Գործընթաց, որ սկսվել է 2011-ից և որի մասին առաջին անգամ խոսվել էր մոտ 20 տարի առաջ։ Դեկտեմբերը վավերացումների ամիս էր։ Նախ մեր խորհրդարանը վավերացեց Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը, ապա մի քանի օրում իրար հետևից Հայաստանի անդամակցությանը կանաչ լույս վառեցին նախ Ռուսաստանի Դուման ու Դաշնության խորհուրդը, հետո Ղազախստանի և Բելարուսի խորհրդարանների երկու պալատները։ Այսպիսով իրավաբանորեն ամեն ինչ պատրաստ է, որպեսզի հունվարի 1-ից ԵՏՄ-ն դառնա իրականություն։ Մեր անդամակցության պրոցեսը փաստորեն 1.5 տարի տևեց։ Ինչպես գործընկեր եռյակում են խոստովանում, ռեկորդային կարճ ժամկետ նման ծավալի ու բովանդակության աշխատանք կատարելու համար։ Մոսկվա 3 սեպտեմբերի 2013 թվական նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը գործընթացի պաշտոնական մեկնարկն էր։ Я подтвердил желание Армении вступить в таможенный союз։ Ես հաստատեցի Հայաստանի ցանկությունը միանալու Մաքսային միությանը եւ ներգրավելու Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ 20 տարի առաջ Հայաստանը Ռուսաստանի եւ ԱՊՀ այլ երկրների հետ գործընկերությամբ ձևավորեց իր ռազմական անվտանգության համակարգը հավաքական անվտանգության պայմանագրի ձևաչափում։ Այս տասնամյակների ընթացքում համակարգը ապացուցել է իր կենսունակությունը եւ արդյունավետությունը։ Այժմ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ձևավորում են տնտեսական փոխգործակցության նոր հարթակ։ Ես քանիցս ասել եմ, որ գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում անհնար է եւ անարդյունավետ մեկուսանալ համապատասխան աշխարհատնտեսական տարածքից։ 2014-ի մայիսի 29-ին Հայաստանն արդեն դիտորդի կարգավիճակով մասնակցեց Աստանայի գագաթաժողովին։ Աստանան առանցքային կանգառ էր միության կայացման ճանապարհին։ Ռուսաստանը, Բելարուսն ու Ղազախստանը ստորագրեցին ԵՏՄ ստեղծման մասին պայմանագիրը։ Сегодня мы вместе создаем мощный
притягательный центр. Այսօր ստեղծում ենք տնտեսական զարգացման հզոր կենտրոն, տարածաշրջանի խոշորագույն շուկա, որը միավորում է ավելի քան 170 միլիոն մարդ։ Մեր միությունն ունի բնական, այդ թվում էներգետիկ ռեսուրսների վիթխարի պաշարներ, աշխարհի գազի պաշարների 5-րդ մասը, նավթի գրեթե 15%-ը։ Մոսկվան, Աստանան ու Մինսկը ընդգծեցին ապագա գործընկերներից Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը հաջող ու նախատեսվածի համաձայն է իրագործում։ Երևանն անհրաժեշտ ճշգրտումներ մտցրեց։ Дорожная карта по присяжным. Միանալու վերաբերյալ ճանապարհային քարտեզը ձևավորվել է ելնելով 2015 թվականի հունվարից Եվրասիական միության Հայաստանի ներգրավման տրամաբանությունից։ Այդ ժամկետն արդեն ամրագրվել է ինչպես մեր գործարարների, այնպես էլ հասարակության կողմից, որոնք պետք է որքան հնարավոր է շուտ ստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Երկրորդ, միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո մենք պետք է ձեռնամուխ լինենք գրեթե 200 օրենսդրական ակտերի ընդունմանը, ապահովենք մի շարք կարևորագույն համակարգային վերափոխումներ, ինչի համար անհրաժեշտ է նվազագույնը 6 ամիս։ 2014 թվական 10 հոկտեմբերի Մինսկ, ըստ էության շրջադարձային գագաթաժողով կոնկրետ Հայաստանի անդամակցության իմաստով։ Հենց Մինսկում վերջակետեր դրվեցին, որոնց հաջորդում է հետխորհրդային գործակցության նոր էջը։ Եվրազեսին հաջորդեց ինտեգրացիոն ավելի բարձր մակարդակ, Եվրասիական տնտեսական միություն։ Օրակարգի առանցքային հարցը Հայաստանի անդամակցությունն էր։ Мы подпишем договор о присоединении Армении к Евразийскому экономическому союзу. Մենք այսօր կստորագրենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Կարծում ենք, որ մեր երկրների օրենսդիրները մինչև տարեվերջ հավանություն կտան։ Մեր կարծիքով Հայաստանը Եվրասիական միությունում Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղազախստանի հետ աշխատանքին հավասար պատրաստ է։ Благодарю глав государств за политическую поддержку этого процесса. Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այս գործընթացին քաղաքական աջակցության համար։ Վստահեցնում եմ, որ մենք մեծ պատասխանատվությամբ կվերաբերենք Մաքսային միությանը մեր անդամակցությանը։ Հուսով եմ կօգնեք, որ մինչև տարեվերջ այս պայմանագիրը վավերացնեն ազգային խորհրդարանները, որպեսզի հունվարի 1-ից մենք էլ սկսենք աշխատել։ Հայաստան-Եվրասիական եռյակ տնտեսական գործակցությունն արդեն իսկ տպավորիչ է։ Մեր արտաքին առևտրի 1/4-ը Ռուսաստանի, Բելարուսի եւ Ղազախստանի հետ է։ Այս տարվա 8 ամսում այդ պետությունների հետ առևտրի ցուցանիշը մոտ 840 միլիոն դոլար է եղել։ Դա Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 23%-ն է։ Ամենամեծ առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ է, որը շարունակում է մնալ մեր առևտրային առաջին գործընկերը եւ արտահանման եւ ներմուծման ցուցանիշներով։ Հունվար-օգոստոսին Ռուսաստանից ներմուծվել է շուրջ 647 միլիոն, արտահանվել շուրջ 185 միլիոն դոլարի ապրանք։ Բելարուսից ներմուծվել է ավելի քան 17 միլիոն, արտահանվել 5.5 միլիոն դոլարի ապրանք։ Իսկ Ղազախստանից մոտ 353 հազարի ապրանք է ներմուծվել, արտահանվել ավելի քան 4.5 միլիոն դոլարի։ Շուրջ 100 էջանոց փաստաթուղթ, հազարից ավելի ապրանքների ցանկ, սննդամթերքից մինչև ավտոմեքենա, որոնց դեպքում Հայաստանի համար ներմուծման մաքսատուրքերը չեն փոխվի առաջիկա 5-6 տարում։ Տնտեսագետների գնահատմամբ անդամակցությունը 100 անգամ կավելացնի հայկական ապրանքների իրացման շուկան։ Համախառն ներքին արդյունքի լրացուցիչ աճը կկազմի տարեկան շուրջ 4%։ Ընդհանուր մաքսային հավաքագրումների 1.13%-ը հատկացվելու է մեր երկրին։ Տնտեսապես շահավետության տեսանկյունից ներկայումս մեր երկիրն ունի օբյեկտիվ սահմանափակվածություն եւ դա հիմնականում մեր տնտեսության փոքր ծավալներն են, սակայն վստահ եմ, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ այս խնդիրը լուծելի է դառնում, քանի որ Հայաստանը դառնալու է ԵՏՄ-տնտեսական տարածքի մաս եւ դրա հաշվին մեծանալու է ներդրողների շարժառիթները մեր երկրում ներդրումներ կատարելու։ Եվրասիական միությանն անդամակցելով մեր տնտեսվարողների առջև նոր հնարավորություններ են բացվում, պարզեցված ընթացակարգերով։ Ապրանքային 3 խումբ՝ գազ, նավթամթերք եւ չմշակված թանկարժեք քարեր արդեն ազատված են մաքսատուրքից։ Միայն գազի մասով մեր երկիրը տարեկան 132-ից 140 միլիոն դոլարի օգուտ է ստանում։ Այս ամենը սակայն չի նշանակում, որ Երևանը հրաժարվում է Բրյուսելի հետ առկա ու տարիների հաջող փորձ ունեցող գործակցությունից։ Այդ մասին ասել էինք դեռ 2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում։
Это решение не отказ от нашего диалога с европейскими структурами. Այս որոշումը եվրոպական կառույցների հետ մեր երկխոսությունից հրաժարում չէ։ Այս տարիների ընթացքում Հայաստանը եվրոպական գործընկերների աջակցությամբ անցկացրել է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, եւ այսօրվա Հայաստանը այս իմաստով շատ ավելի արդյունավետ եւ մրցակցային պետություն է, քան տարիներ առաջ։ Մենք մտադիր ենք ապագայում եւս շարունակելու բարեփոխումները։ Ինչպես ցույց տվեց ժամանակը, Հայաստանի հայտարարած եւ սկզբունքը լիովին հասկանալի ու ընդունելի է արևմտյան գործընկերների համար։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, ինքն է որոշում ինչ միավորումների անդամակցել։ Գործակցությունը խորացնելու ենք։ Եվրամիությունից ու Միացյալ Նահանգներից պարբերաբար ու բաց տեքստով այս մեսիջներն են գալիս։ All countries have the right to choose their own path of economic integration. Բոլոր երկրներն իրավունք ունեն զարգացման քաղաքական եւ տնտեսական ուղիներ ընտրել, ելնելով իրենց շահերից։ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Հայաստանի հետ, աջակցելու նրա ժողովրդավարական զարգացմանը։ Armenia is a key partner of the European Union. Հայաստանը Եվրամիության առանցքային գործընկերներից է։ Այս արտահայտությունը տեղին է եւ ժամանակին, քանի որ Եվրամիությունն էլ Հայաստանի առանցքային գործընկերն է։ Հայաստանի արտահանման 39%-ը գնում է Եվրամիության երկրներ, նաեւ այն բանի շնորհիվ, որ Հայաստանն օգտվում է GSP+ ռեժիմից։ Սա շատ քիչ երկրներին է տրամադրվում։ Այս տարվա նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին 2014-17 թվականների օժանդակության փաթեթ 140-ից 170 միլիոն եվրոյի չափով։ Հնարավոր են նաև լրացուցիչ հատկացումներ, նաև հարևանության գործիքներով։ Ցանկացած ինքնիշխան երկիր իրավասու է անդամակցել ցանկացած միջազգային կազմակերպության։ Մաքսային միությանը միանալը նշանակում է որոշակի ոլորտներում առևտրային հարցերի շուրջ որոշակի զիջում, բայց Հայաստանի կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ շարունակելու է հետաքրքրված մնալ Եվրամիության ու Միացյալ Նահանգների հետ գործակցությամբ ցանկացած ոլորտում։ Մենք պատրաստ ենք լինել Հայաստանի գործընկերը։ Այսինքն, 2 օրից Մոսկվայում բացվելիք պատուհանը միակը չէ։ Շատ ապակիներով տները լուսավոր, ջերմ ու ապահով են լինում։ Արկադի Գրիգորյան, Գևորգ Նահապետյան, Կիրակնորյա ժամը։ 20-րդ դարի 30-ական թվականներին, երբ երիտասարդ խորհրդային պետությունն իր առաջին քայլերն ներանում արդյունաբերական հեղափոխության ուղղությամբ, խիստ մոդայիկ էր կանանց պաշտոնեական առաջխաղացումը։ Խորհրդային էմանսիպացիայի հերոսներից Վալենտինա Գրիզոդուբովան, օրինակ, խորհրդային մամուլի ամենափնտրված գործիչն էր։ Ռուսաստանում առաջին կինոթաչուն Զվերևան էլ ավելի վաղ էր ճանաչման արժանացել։ Ճանաչված էր նաև Թուրքիայի առաջին կինոռազմական օդաչուն, ովի դեպ ծագումով հայ էր։ Խորհրդային Հայաստանը ևս ուներ իր առաջին կինոթաչուն։ Այն տարիների համար Նինել Ղարաջյանի արածը իրական հերոսություն էր։ Քչերին ծանոթ այս պատմության մասին առավել մանրամասն Սուրեն Արեենցի տեսանյութում։ Ինչպես տեսնում եք, անգամ այս մանկական ուղղաթիռը կառավարելը շատ դժվար է, բայց 1935 թվականին Նինել Ղարաջյանն արդեն ինքնուրույն ինքնաթիռ էր վարում։ Հայ կինոթաչու 1900-ական թվականներին այս միտքն անգամ քմծիծաղ կարող էր առաջացնել։ 1935 թվականին, սակայն Նինել Ղարաջյանն ապացուցեց, որ դա այդքան էլ անիրագործելի միտք չէ։ Նինել Ղարաջյան, Խորհրդային Հայաստանի առաջին կին պարաշուտիստն ու առաջին կին օդաչուն։ Նա իր հուշերում գրում է. Ես առաջին անգամ ինքնաթիռ նկատեցի, երբ դեռ շատ փոքր էի։ Այդ ժամանակ մեր բակում էի խաղում, երբ հանկարծ լսեցի ինչ-որ մի ձայն, որը գնալով մոտենում էր ինձ։ Երբ վերջապես բարձրացրեցի հայացքս, ուղիղ իմ գլխավերևում մի թռչուն նկատեցի, որը թռչում էր շատ բարձր արագությամբ։ Որոշ ժամանակ անց այն անհետացավ իմ տեսադաշտից։ Հենց այդ օրը զգացի, որ ես այդ թռչող սարքին պարզապես սիրահարված եմ։ 1935 թվականին, ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ աշխարհում հայտնի այլ պարբերականներ իրենց առաջին էջերին սկսեցին Խորհրդային Հայաստանի առաջին կին պարաշուտիստ եւ առաջին կին օդաչու Նինել Ղարաջյանի սխրանքների մասին նյութեր զետեղել։ Ընդամենը 18 տարեկան հայուհին 600 մետր բարձրությունից պարաշուտով թռիչքներ է կատարում եւ գերազանցում աշխարհում գրանցված բոլոր չափանիշները։ Իսկ տարվա վերջին սեպտեմբերին, ավելի ճիշտ 35 թվականին, նաև կատարեց առաջին օդաչուական թռիչքը։ Դա սեպտեմբերի 27-ին էր։ Ну իհարկե հենց այդ պահին չէ, բայց մի փոքր ավելի անց պարզվեց, որ ինքը առաջինն է եւ որպես պարաշուտիստ եւ որպես օդաչու։
Նինել Ղարաջյանը ծնվել է 1916 թվականի հունվարի 10-ին Լոռու շրջանի Հոբարձի գյուղում։ Դպրոցն ավարտելուց հետո Նինելը սովորել է մանկավարժական տեխնիկումում։ 1935-ին ընդունվել է Այրոակումբի օդաչուական դպրոցը։ Նույն թվականի ապրիլի 29-ին Երևանի օդանավակայանում ներկայիս Էրեբունի օդանավակայանի տարածքում է կայացել Նինելի պարաշուտով կատարած առաջին թռիչքը։ Այնուհետև դրան հաջորդեցին մի շարք այլ թռիչքներ, այդ թվում այն ժամանակ ընդունված ագիտ թռիչքներ տարբեր շրջաններում, մասնավորապես Ստեփանավանում։ Թբիլիսիում Նինել Ղարաջյանը կատարել է նաև առաջին ապաղումով պարաշուտային թռիչքը։ Ընդհանուր առմամբ նա կատարել է 14 պարաշուտային եւ օդանավի 25 ինքնուրույն թռիչք։ Մինչև 1935 թվականը նա մշտապես երազել է ընդունվել օդաչուների դպրոց, բայց միշտ մերժվել է։ Եվ վերջապես 1935 թվականին նրան փորձնական ընդունում են Երևանի օդաչուների դպրոց։ Իր առաջին թռիչքի մասին Նինել Ղարաջյանն իր հուշերում գրում է. Արևոտ սեպտեմբերյան առավոտ էր։ 25 օդաչուներ սրտի տրոփյունով սպասում էին լսելու այն անունը, թե ով պետք է կատարի իր առաջին թռիչքը։ Ու այդ անունների թվում հնչում է միակ կին օդաչուի՝ իմ Նինել Ղարաջյան անունը։ Չնայած որ միջև ինքնաթիռին մոտենալը ես լարվածություն ու անհանգստություն էի զգում, բայց երբ նստեցի ու երկու ինքնաթիռը, անսովոր սառնասրտություն զգացի։ Ես ինքնաթիռը կատարյալ վարեցի 5 րոպեանոց թռիչք եւ հանձնարարված վայրեջք, ինչպես եւ նախատեսված էր։ Երբ իջնում է ինքնաթիռից, ինձ աշխարհի ամենահպարտ ու երջանիկ մարդկանցից մեկն էի զգում։ Տարիներ անց Նինել Ղարաջյանը սիրահարվելով Վաղարշակ Պողոսյանին նրա հետ ընտանիք է կազմում։ Առաջին հայ կինոթաչուն որոշ ժամանակ անց ստիպված է լինում առժամանակ հրաժարվել թռիչքներից ու միայնակ հոգալ ընտանեկան հոգսերը ու 3 տղազավակներին մենակ մեծացնել, քանի որ ամուսինը մեկնում է ճակատ ու այլևս չի վերադառնում։ Ինքը շատ նրբանկատ կին էր եւ շատ հեշտությամբ հուզվում էր։ Մի փոքր բանից պետք է կոպիտ չխոսենք, պետք է ինչ որ իրեն միշտ ուշադրություն տանք, եթե ուշադրություն չտանք, ապա նա գուցե իրեն ավելորդ զգար մեր տանը եւ այլն, եւ դրանից ինքը կարող է նեղվել։ Նինել Ղարաջյանի թորնուհին թեպետ օդաչու չի դարձել, բայց անընդհատ նշում էր, որ իր տատիկից սովորել է օդաչուին բնորոշ ճշգրտություն ու հենց նրան բնորոշ կանացիությունը։ Նրա թորնուհին այսօր նույնպես իր տատիկի նման թռչող սարքերի հանդեպ մեծ հետաքրքրություն ունի ու ամենևին էլ չի բացառվում, որ նրա երեխաներից մեկն էլ տարիներ հետո տատիկի նման օդաչու դառնա։ Սուրեն Արայենց, Գևորգ Մանուկյան, Նարեկ Եղազարյան, Արթուր Հովսեփյան, Կիրակ Նորիա, ժամը։ Քանի որ խոսեցինք առաջին հայ կինոթաչուի մասին, փորձենք շարունակել խիզախ հայուհիների թեման։ Գրող հրապարակախոս հասարակական գործիչ Դիանա Աբգարը Ճապոնիայում եւ Հեռավոր Արևելքում Հայաստանի առաջին հանրապետության պատվավոր հյուպատոս է նշանակվել 1920-ին, այսինքն 3 տարով ավելի շուտ, քան Ալեքսանդրա Կոլոնտայը։ 1923-ից 1952 թվականներին Նորվեգիայում, Մեքսիկայում եւ Շվեդիայում ԽՍՀՄ դեսպանը։ Դիանա Աբգարը աշխարհի առաջին կին հյուպատոսն է։ Ժամանակակիցների վկայությամբ նա այնքան տպավորիչ արտաքին ու հմայք է ունեցել, որ երբ մտել է պաշտոնական վայրեր եւ դահլիճներ, բոլորն ակամա ոտքի են կանգնել։ Դիանան, ում իսկական անունը Անահիտ է, իսկ օրիորդական ազգանունը Աղաբեկյան, ծնվել է Արևելյան Հնդկաստանի Ռանգուն քաղաքում։ Մեկ այլ աղբյուրի հավաստմամբ նրա ծննդավայրը Նոր Ջուղան է։ Դիանա Աբգարը ինքնատիպ է, ոչ միայն 3 երկրի Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի հետ առևտրական կապեր ունենալու առումով, այլև հայրենասիրությամբ։ Ինքնատիպ հայուհու պատմությունը Աննա Բալյանի ռեպորտաժում։ Նրա հետ հաշվի էր նստում Ճապոնիայի նման հզոր երկրի կառավարությունը, նա հեղինակություն էր թե առևտրական, թե գրական շրջանակներում։ Դիանա Աբգար, աշխարհում առաջին կին հյուպատոսը, հայ, Հայաստանի առաջին հանրապետության պատվո հյուպատոսը ծագող արևի երկրում։ Ճապոնիան այն ժամանակվա բավական հզոր երկրներից էր ազդեցիկ համաշխարհային ուրեմն թատերաբեմում եւ լսելով իր հռչակի մասին ցանկանում ենք, որպեսզի նա նաև ներկայացնի Հայաստանի Հանրապետությունը։ Միջազգային հարաբերությունների մասնագետ Գեղամ Պետրոսյանը արխիվային փաստաթղթերի հարուստ պաշարից առանձնացնում է մի քանիսը։ Համո Օհանջանյանի ձեռագիրն է։ Հայաստանի վարչապետն ու արտաքին գործոց մինիստրը առաջարկում է հեղինակավոր տիկնոջը Ճապոնիայում ներկայացնել Հայաստանը։ Ինձ լավ հայտնի է, որ այդ հերու վայրերում ոչ մի հայ չունի այնքան մեծ հեղինակություն տեղացիների ու մեր հայրենակիցների մոտ, ինչպես դուք։ Ուստի եւ ձեզ նշանակում եմ Հայաստանի պատվավոր հյուպատոս Ճապոնիայում եւ հուսով եմ, որ չեք մերժիլ ստանձնել այդ ծանր պաշտոնը հօգուտ մեր երիտասարդ հայրենիքի։
Գեղամ Պետրոսյանը արխիվային վավերագրերում բացահայտել է Դիանա Աբգարին Հայաստանի կառավարությանը ներկայացրել է իրավագիտության դոկտոր Գրիգոր Ձամոյանը։ Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպանը Ինդոնեզիայով, Չինաստանով ու Ճապոնիայով հայրենիք վերադառնալիս հանդիպեց տիկնոջը ու պայմանավորվեց ամրացնել կապը Հայաստանի հետ։ Կա զեկուցագիր Գրիգոր Ձամոյանը ուղղել էր Համո Օհանջանյանին, հիմնականում ներկայացնում է Դիանա Աբգարի ակտիվ գործունեությունը։ Թավ, հարուստ ձայնով, բարձրաշխարհիկ շարժու ձևերով, աշխարհի անցուդարձին լավատեղյակ, զուտ հայկական աչք ունքով։ Դիանա Աբգար։ Իր անունը եղել է Անահիտ Աղաբեկյան։ Դիանա Աբգարյան, որտեղ նա վերցրել է իր ամուսնու ազգանունը։ Աբգար ընկերությունը Յոկոհամայում հայտնի էր, առևտրական նավերով կապում էր Չինաստանը, Ճապոնիան, Հնդկաստանը։ Անահիտ Աղաբեկյան Աբգարի ամուսինը Մայքլ Աբգարը շուտ հեռացավ կյանքից։ Առևտրի ղեկը մնաց ամուր ձեռքերում։ Կիրթ ու ինքնավստահ Դիանա Անահիտը շարունակեց գործը։ Բավական աշխուժ առևտուր է տեղի ունեցել։ Տեղափոխել են շատ բաներ, տեղափոխել են մետաքս, տարբեր տեսակի կտորեղեն, մարգարիտներ։ Պատվո հյուպատոսը քաղաքականությամբ չի զբաղվում։ Դիանա Աբգարի բուռն խառնվածքը սակայն կաղապարներ չէր հանդուրժում։ Հայաստանից հասնող աղետալի լուրերը նրա գրիչը ուղղել էին աշխարհի մեծերի դեմ։ Ցեղասպանվող հայ ժողովրդի փրկությունը համարում էր արևմուտքի պարտքը։ Ով Ամերիկա, արքեզ գոչե Արմենիայի մեջ հզորին եւ անզորին։ Աստված կա հոգն եւ ի նպաստ, հարևելից մինչի մուտս իշխե Աստված։ Ով արևմուտք ու ժողովուրդն է իշխան, թերևս Աստված գոչես քեզ հոգն փութով երկրին արևելյաց, ուր արհավիրքն իշխան։ Երկիր արևմտյաց, ազատ աշխարհ, ով Ամերիկա, արքեզ գոչե Արմենիա։ Այս բանաստեղծությունը Աբգարը ստորագրել է Մայր Հայաստանի։ Մենավոր Խաչակիրը վեպը, իմպերիալիզմը եւ օրենքը աշխատությունը, հոդվածներ ակադեմիական, քաղաքական եւ առևտրական պարբերականներում, պամֆլետներ, բանաստեղծություններ Եվրոպայի եւ ԱՄՆ մամուլում։ Անգլիական կրթություն ստացած կինը գրում էր ավելի քան 5 լեզուներով։ Դիանա Աբգարի ֆենոմենը նրանում ա եղել, որ ինքը բավական ակտիվ ա եղել ոչ միայն տնտեսական գործունեությամբ իր, այլև հասարակական, քաղաքական, ժուրնալիստական լուրջ գործունեություն ա ունեցել։ Աստված պաշտպանյա Հայաստան բանաստեղծությունը Դիանա Աբգարը ուղարկում է Հայաստանի Հանրապետության ղեկավարներին ու խնդրում ամեն օր ընթերցել եկեղեցիներում։ Ահա այն։ Աստված պաշտպան Հայաստան, պահյա ազատ եւ անարատ, օրնյանորա լերք ու դաշտք, աղբյուր, գետք եւ ծովակ։ Հյուպատոս կնոջ գրություններն իհարկե կատարեցին դերը։ Ճապոնական ու միջազգային հանրությանը իրազեկեցին հայոց ցեղասպանությանն ու հայ դատին։ Արդյունքում, որ Ճապոնիայի կառավարությունը 1920 թվականի սեպտեմբերին դե յուրե ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը։ Յոկոհամայում նրա հսկայական առանձնատունը այրվեց խառը ժամանակներում։ Միացյալ Նահանգներում հաստատված ժառանգները ժամանակ առ ժամանակ այցելում են նրա ու ամուսնու Գողտրիկ Շիրիմներին, օտարերկրացիների գերեզմանատանը։ Ինձ պատիվ է վիճակվել ծանոթանալու իր թոռ Մայքլ Աբգարի հետ եւ ծոռնուհի Դենիս Աբգարի հետ, որոնք եկել էին 2010 թվականին եկան Յոկոհամա իր տատիկի գերեզմանին, շատ էր սիրում այդ քաղաքը, ասում էր, որ ինչ փոխվել է։ Հայաստանի համար վառվող սրտով կինը Հայաստանում երբեք չի եղել, մինչև կյանքի վերջը կապ է պահել Էջմիածնի հետ, ոչ միայն իբրև հյուպատոս, այլև պարզապես հայ մարդ, նախաձեռնող, նվիրյալ, նա օրինակ է շատերի համար։ Իդեպ, Հայաստանի առաջին հանրապետության կառավարական շենքերի առջև երկար ժամանակ ծածանվել են Դիանա Աբգարի ուղարկած 300-ից ավելի մետաքսե դրոշները։ Աննա Բալյան, Գևորգ Մանուկյան, Աշոտ Սարգսյան, Կիրակնորիա ժամը։ Տաք ձմեռը լավ է թե վատ, այս հարցի պատասխանը հայաստանցիներից համար հատկապես տնտեսական առումով թերևս միանշանակ է։ Սակայն երբ խնդիրը ոչ թե գազի գնին, այլ շնչուղիների, հիվանդությունների թվաքանակի աճին է վերաբերում, ամեն ինչ միանգամից փոխվում է։ Հիշենք, որ ընդունված կարծիքի համաձայն բոլոր նմանատիպ համաճարակների դեպքում ձյունը եւ ցուրտը կանխում են համաճարակի ընդգրկվածությունը։ Այդուհանդերձ ավելի ճիշտ է վստահել մասնագիտական կարծիքին, քան դիմել ինքնաբուժության։ Մեր լրագրող Ազնիվ Կարապետյանն օրինակ ավելի շատ վստահում է բժիշկներին։
Միանգամայն վստահ եմ, որ իր ճշմարտացիության մեջ նա կհամոզի նաև ձեզ։ 3 օր անընդհատ կրկնվող հազն ու քթի արտադրությունը մեկամյա Ալեքսին հասցրել են շնչառական անբավարարության։ Թթվածնային քաղցով հիվանդանոց տեղափոխված փոքրիկը 2 օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո տեղափոխվել է հիվանդասենյակ։ Կոկորդներ ու քիթիկներն էր, բրոնխների խնդիր է, հիմա էլ մոտ եմ։ Բուժումը շարունակվում է, դրական էֆեկտ է երևում է։ Շատ շուտ տուն կգնա։ Բրոնխների խնդիր նաև 5 տարեկան Գագիկն է ունեցել։ Բարեբախտաբար նրա դեպքում գործը թթվածնային անբավարարության չի հասել։ Ինքը շուտ-շուտ հիվանդանում է։ Այս վերջի անգամ, որ հիվանդացավ, 5 օր ջերմությունը չէր իջնում։ Հազում էր, շատ թույլ էր, գունատվել էր, չոր հազ էր։ Ինքը նույնիսկ հազալուց նեղվում էր շատ։ Հազ, փռշտոց, քթի արտահոսք։ Վերջին մեկ ամսում թեև վիրուսների որոշակի ակտիվացում նկատվում է, բայց սեզոնին բնորոշ է, նորմայի սահմանում, վստահեցնում են պատասխանատուները։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշները նույնիսկ նվազել են։ Իրականացնում ենք շաբաթական մոնիտորինգ։ Բայց երբ որ տեսնում ենք, որ շեմքը մեր այսպես արդեն գերազանցում են դեպքերը, մենք անցնում ենք օրական մոնիտորինգի։ Հիմա մենք չենք անցնում օրական մոնիտորինգի, որովհետև մեր իրավիճակը բավական հանգիստ է։ Համաճարակի բռնկման վտանգ առաջիկայում էլ չկա։ Վիճակը հանգիստ է ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում եւ Ռուսաստանում։ Մեր երկիրն աշխարհից կտրված չէ եւ դրսի, հատկապես Ռուսաստանի վիրուսները կարճ ժամանակ անց փոխանցվում են այստեղ։ Դրա համար էլ հայ մասնագետները հետևում են նաեւ մեզ հետ սերտ շփվող երկրներում տարածվող վիրուսներին։ Հիվանդները գալիս են այստեղ տարածում են։ Եվ ինչու են դրսից գալիս, որտեղ այնտեղ միգրացիան ավելի մեծ է։ Նախորդ տարվա համեմատ հիվանդությունների ակտիվացում թեև չկա, բայց հիվանդանոց դիմողներն էլ քիչ չեն։ Հաճախ հիվանդանալու պատճառը թեթև հագուստն ու հիգիենայի կանոնների անտեսումն է։ Հազում են, փռշտում են, քթից արտադրությունն են ունենում, հևում են, հրաժարվում են ուտելուց, խմելուց, անհանգիստ են լինում։ Սրանք ախտանշաններ են, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկին։ Եթե հենց սկզբում մասնագետը զննի եւ համապատասխան դեղորայք նշանակի, գործը հաստատ հիվանդանոցին չի հասնի։ Ինքնաբուժումն այս դեպքում ամենավատ դարմանն է։ Մասնագետները հորդորում ու պահանջում են թույլ հարբուխի դեպքում անգամ դիմել բժշկի։ Կարելի է դիմել խորհուրդներ ստանալ, որովհետև թույլ հարբուխը ոչ ճիշտ բուժման, ոչ ճիշտ խնամքի դեպքում կարող է վերածվել ավելի բարդ վիճակի։ Առաջանում է հազ, անդադ հազում են, այդ հազը նույնիսկ անվանում ունի, ստակատո է կոչում։ Զոհրաբ Խանիկյանցը վստահեցնում է, մասնագետի դիմելու դեպքում անհանգստանալու պատճառ չի լինի։ 5-ից 7 օրվա ընթացքում հիվանդությունը կբուժվի։ Ավանդական բժշկությանը նորմալ վերաբերող Լիլիթ Հավետիսյանն էլ խորհուրդ է տալիս այս դեպքում նույնպես մասնագետի հետ խորհրդակցել։ Այսինքն ոչ թե մարդը ինքը պիտի որոշի, որ ես սա եմ անալ, դա էլ բժշկի հետ խորհրդակցելու։ Համենայնդեպս այն այսպես ասեմ, սննդամթերքը, որը բարձրացնում է իմունիտետը ինչ-որ առումով, դրանից վտանգ չի լինի, բայց պետք է ճիշտ օգտագործել։ Վիրուսներից խուսափելու ամենալավ տարբերակը նախ եւ առաջ հիգիենայի տարրական կանոնների պահպանումն է։ Փռշտալիս անհրաժեշտ է բերանը փակել, ձեռքերը հաճախակի լվանալ եւ շնչուղիների հետ հնարավորինս քիչ շփվել։ Հարկավոր է նաեւ սենյակը հաճախակի օդափոխել ու հիվանդների հետ շփումը սահմանափակել։ Եթե կա հիվանդ տանը, ուրեմն պետք չի ամբողջ ընտանիքով գնալ կողքը նստել ու խնամել նրան։ Ամանորին վարակները չտարածելու համար Լիլիթ Հավետիսյանը հիվանդ մարդկանց խորհուրդ է տալիս հյուր չգնալ։ Հյուրերին էլ նախապես զգուշացնել, որ տանը հիվանդ կա։ Կանխարգելման լավ միջոց լինելուց բացի դա հարգանք է միմյանց եւ ուշադրություն դիմացինի առողջության նկատմամբ։ Ազնիվ Կարապետյան, Արման Ղարիբյան, Վահե Եղազարյան, Արտյոմ Պողոսյան, Կիրակնորյա ժամը։ Ժամադրություններից ու տարատեսակ պայմանավորվածություններից ուշացումը համամարտկային երևույթ լինելով հանդերձ առանձնահատուկ դրսևորում է ստանում Հայաստանում։ Մարդիկ ուշանում են ամեն ինչից, անգամ սեփական հարսանիքից, իսկ լայն տարածում գտած ժամը ժամից անցել է, շտապողի կինը տղա չի բերի, ուշ լինի, նուշ լինի, լավ է ուշ, քան երբեք, բանաձևերը կարող են երկնառակ արդարացում ու փնտրված ալիբի դառնալ ուշանալու հակում ունեցողների համար։ Մինչդեռ հոգեբանները հարցը մեկնաբանում են զուտ մասնագիտորեն։ Կան մարդիկ, այդ թվում նաև քաղաքական գործիչներ, շոու բիզնեսի աստղեր, ում համար ուշանալը նաև իմիջի խնդիր է։ Կան նաև մարդիկ, ովքեր ուղղակի թամբալ են։ Աշխատեք չուշանալ ու մշտապես հիշել, որ ժամանակը ոսկի է, պնդում է Թերեզա Կադաևչյանը։ Իմաստունին հարցնում են, ինչպես է կանում, որ այդքան իմաստուն եք։ Պատասխանում է.
Երբ որ ես թեյ եմ խմում, ես թեյ եմ խմում։ Այս բանաձևը վաղուց մոռացել ենք, թեյ խմում ենք համակարգչի առաջ, ինչ որ բան կարդալիս կամ մեկի հետ խոսելիս, ու այդ ընթացքում անգամ չենք զգում խմած թեյի համը։ Մինչդեռ իմաստություն ձեռք բերելու համար պետք է ժամանակը ճիշտ ծախսելու հմտություն էլ ունենալ։ Իրականում ամեն րոպե մեզ հետ կատարվում են բազմաթիվ իրադարձություններ, մենք բազմաթիվ ինչ որ, իրավիճակների մեջ ենք, որոնցից կարելի է հաճույք ստանալ։ Ժամանակ չունեմ արտահայտությունը պատեհ-անպատեհ առիթներով է օգտագործվում։ Հոգեբանը նկատում է, ժամանակ չունեմը կարող է նշանակել նաև քեզ հետ շփվելու հավես չունեմ, բայց մեր անդրադարձը ժամանակի սղության մասին չէ միայն։ Ուղղակի մշտապես հիշենք, որ ժամանակը ոսկի է ու անցնենք առաջ։ Ինչից են մարդիկ ուշանում, աշխատանքից, հանդիպումից, միջոցառումից։ Էլիզաբեթ Թեյլորն օրինակ անգամ սեփական թաղումից է ուշացել։ Երբ արդեն սկսվեց դերասանուհու թաղման արարողակարգը, հայտարարեցին, որ նա ցանկանում էր ուշանալ նույնիսկ սեփական թաղումից։ Հուղարկավորությունը պետք է սկսվեր ժամը 2-ին, սակայն սկսվել է 15 րոպե ուշացումով։ Սա դերասանուհու վերջին կամքն էր, որ զետեղել էր իր կտակում։ Լինում են մարդիկ, որոնց համար ուշանալը իմիջի հարց է։ Նման իմիջ սովորաբար արտիստներն են ստեղծում, բայց հայ-հայտնիների մեջ կա մեկը, ով կոտրում է երգիչների մասին ձևավորված այդ կարծրատիպը։ Երգչուհի Ալա Լևոնյանը հայտնի է իր պարտաճանաչությամբ։ Նա երբեք չի ուշանում ոչ հանդիպումներից, ոչ հարցազրույցներից, ոչ էլ առավել եւս համերգներից։ Եթե նրա հետ պայմանավորվել են ժամը 4-ին, ուրեմն նա ուղիղ 4-ին կլինի։ Հիմա ժամը 4-ին 5 է պակաս։ Մնաց 5 րոպե։ Բարև ձեզ։ Ինչպես միշտ։ Բարև ձեզ։ Ինչպես է ձեր պատասխանը։ Ես պարզապես չեմ սիրում ուշանալ, իմ կարծիքով դա ամոթ բան է։ Իսկ ես չեմ ուզում ամաչել։ Նախատոնական այս օրերին երգչուհին բազմազբաղ է, բայց եթե համաձայնել է հարցազրույցի, անհնար է ուշանա, էլ ուր մնաց չգա։ Չուշանալը նրա վստահեցմամբ ընտանեկան գիծ է։ Ասում է, ոչ ծնողները, ոչ քույրն ու եղբայրը երբեք չեն ուշանում, ու ինքն էլ այդպես դաստիարակվել։ Հիմա նույնը իր երեխաներին է սովորեցնում։ Թեև ըմբռնումով է մոտենում գործընկերների ուշացումներին, բայց մի օր որոշել է նույն կերպ վարվել։ Պետք է եղել, որպեսզի ես չգնամ սպասեմ, որ մի քիչ էլ ինձ սպասեն, գոնե մեկ-մեկ չեմ կարողացել։ Հայտնի ուշացող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդ որում նա ուշանում է պետական ու պաշտոնական այցերից։ Հայ պետական պաշտոնյաների, վերլուծաբանների, քաղաքագետների ու ընդհանրապես հանրությանը հայտնի մարդկանց ուշացումներին լրագրողներս ականատես ենք լինում հիմնականում ասուլիսներին։ Ակումբներից մեկի ղեկավարը նմանատիպ շատ դեպքեր է հիշում, բայց մեկը հատկապես տպավորվել է, ոչ թե ուշացումը տևական էր, այլ թե ինչ պատահեց հետո։ Մի 3 տարի առաջ էր ասուլիսին եկավ ինքը մոտավորապես 10 րոպե ուշացումով, տաքսիով, ես արդեն մոտեցել էի փողոցին, այդ պահին ինքը գումար է տալիս վարորդին, վարորդը չի կարողանում մանրել գումարը։ Այդ հյուրը ինձ է ասում, Տիգրան ջան, կարող է ասենք 2000 դրամ լինի, տամ հետո ես մոտենում եմ, իհարկե տալիս եմ, բայց ես չէի նկատել, որ օպերատորներից մեկը այդ պահը նկարել է եւ բանում ռեպորտաժում գնում է այդ պահը, ես մոտենում եմ հյուրի համար, վճարում եմ տաքսուն։ Այս պատմությանը հումորով վերաբերվեցին եւ Տիգրանը եւ նրա հյուրը։ Նույն տրամադրությամբ էլ հաջորդ օրը գործընկերները կատակում էին, թե ուշացող հյուրերի համար ակումբն է տաքսի վարձում ու ինքն էլ վճարում է։ Դուք սովորաբար ուշանում եք։ Չէ, եթե կանանց հետ լինում եմ, ուշանում եմ։ Եթե մենակ եմ, չեմ ուշանում։ Որ ճիշտն ասեմ, ես միշտ ամեն տեղից ուշանում եմ։ Շատ շուտ արթնանում եմ, բայց միևնույնն է, էլի ուշանում եմ։ Իրականում սկսում ես ուշանալ, երբ ճանաչում ես ում հետ ես գնում։ Եթե ասենք թե այսինչ տեղը ներկայացման եմ ու գիտեմ այնտեղ ճիշտ ժամանակին սկսում են, չեմ ուշանում։ Օրինակ վերջին անգամ ինչից եք ուշացել, հիշում եք։ Հիշում եմ։ Պայմանավորվել էի ընկերոջս հետ ուշացա։ Մի 10 րոպե։ Չնայած մեծ քաղաքում չենք ապրում, բայց մեկը տրանսպորտի հարցն էլ է շատ վատ վիճակում։ Ասում են լավ պարողին ոչինչ չի խանգարում։ Խցանումները, վթարները եւ այս կարգի այլ փաստարկները ընդհանրապես պատճառաբանություններ են։ Դրանք օբյեկտիվ պատճառ կարող են հանդիսանալ այն մարդու համար, ով երբեք չի ուշանում, բայց ոչ, այսպես ասած, քրոնիկ ուշացողներին։ Մարդը կամ ուշանում է, կամ չի ուշանում։ Նայած թե ներքին ժամացույցն ինչպես է աշխատում, անընդհատ հետ ընկնելով, այսինքն անցյալի մասին հուշերով, թե ապագային միտված են սլաքները պտտվում։ Երբ որ մարդը ունենում է դեպի ապագա ուղղվածություն, այսինքն
այսինքն ինքը միշտ շուտ է գալի հանդիպումներին, ընդհակառակը մի բան էլ, հա, եւ այլն։ Մյուս դեպքում էլ, երբ որ դեպի անցյալ ուղղվածություն ունենում, ինքը սովորաբար սկսում է մի փոքր ուշանալ։ Յուրաքանչյուրս ներքին ժամանակի գիծ ունենք, ինչպես կոդավորենք այն, ինչ ինֆորմացիա տանք, այնպես էլ կգնա։ Կարևորը, որ մեկի բնավորության գիծը չնյարդայնացնի մյուսին, չէ որ հայտնի է, արագաշարժին նյարդայնացնում է դանդաղաշարժը, շատախոսին քչախոսը, շուշացողին ուշացողը։ Մի խոսքով, ըմբռնումով մոտենանք նրանց, ովքեր իրենց արարքներով տարբերվում են մեզանից։ Թերեզա Կադաևչյան, Հայարփի Միքայելյան, Նարեկ Եղիազարյան, Արմեն Ավոյան, Գիրակնորյա ժամը։ Երբ կենասծառ նորնություն է, իսկ զմեր պապը անցնող տարվա խորհրդանիշ։ Ձեզ ներկայացվող հաջորդ տեսանյութը բյուրական գյուղում պահպանված հավատալիքների, նոր տարվա ծիսական երգերի, ավետիսների ու ավանդույթների մասին է։ Դրանք մեծ դժվարությամբ վերականգնվել են և բեմադրվել 2008 թվականին։ Հայկական ավանդական ընտանիքներում վաղաժնական ժամանակներում հետամուտ են եղել բարի կախարդությանը։ Յուրահատուկ ծեսերի միջոցով տարեմուտին օրհնել են տունը, իսկ հմայելի դեր կատարած հայտնի աչքի ուլունքը գունավոր թելերով զարդարված ընկույզն է եղել և ոչ թե այն, ինչ սովորաբար տեսնում ենք մեքենաների մեջ կախված։ Հնում նաև յուղումիս չէին ուտում, քանի որ նոր տարուն պահքի շրջան էր։ Ավանդական հայկական ընտանիքներում երեխաները չէին ճանաչում Լապլանդիայում ապրող Սանտա Կլաուսին։ Կար ժամանակ, երբ նրանց սիրելի բարի ծերունին Արարատի գագաթին ապրող կաղանց պապն էր, մի խոսքով, որտեղ կա միստիկա կամ ավանդություն, այնտեղ էլ Լուիզա Սուքյասյանն է։ Այս տոնածառը ավելի քան 60 տարեկան է։ Ռուսական կանաչ գեղեցկուհիները այսօր էլ ուրախացնում են շատ հայ ընտանիքների, սակայն ըստ ավանդության Հայաստանում ամանորը դիմավորել են ոչ թե եղևնիով, այլ պտղաբեր ծառերի ճյուղերով։ Ծառապաշտամունքից ծնված ավանդույթով ընտանիքի աղջիկները թթենու եւ ծիրանենու ճյուղերից կախում են կանաչ, կարմիր, կապույտ թելեր, քաղցրավենիք եւ չրեր։ Տոնի ընթացքում հենց այս քաղցրավենիքը ուտում են ծառի վրայից անմիջապես, նորոգում են, նոր քաղցրավենիքներ էին զարդարում ծառի վրա։ Զարդարված ճյուղը տոնական սեղանին մնում է մինչև Սուրբ Ծնունդ։ Պատահական չի, որ հենց ավետիսների մեջ ծառը երգ է երգում Ես Քրիստոսի խաչապայտն եմ ավետիս։ Այսինքն այս ծառը հենց ինքը խորհրդանշում էր Քրիստոսի խաչապայտը։ Ծառը զարդարելիս երգում են տիեզերական տաճարի կառուցմանը նվիրված ավետիսներ։ Միջին ռամշին որ զարգեցին, հալելույա, ազիզմասիս արնացուցին, հալելույա։ Առասպելն ասում է, որ արևի եւ մայր հողի խորհրդանիշ ցլերը մեծ դժվարությամբ կենաց ծառը քաշում հասցնում են տիեզերքում կառուցված տաճար, որտեղից սփռվող լույսով օրհնվում էին մարդկանց տները։ Տաճարի կառուցումով է սրբազան ծառով օրհնվում է տիեզերքից լույսը իջնում է մինչև այն տունը, որտեղ երգվում են այս ավետիսները։ Հասմիկ Բաղրամյանը կարևորում է ժողովրդի շրջանում ավետիսների մշակույթի տարածումը։ Տոնացույց թատրոնի պատանիները սովորեցնում են մեծ դժվարությամբ վերականգնված ավետիսները։ Տպավորություն էր, որ սա շատ հեշտ է, ոնց որ մեր ժողովուրդը սրա ծառավն է, հիմա կսկսենք երգել ավետիսներ, ոչ թե Jingle Bell։ Հա, շատ լավ է Jingle Bells-ը, հա, ամեն, բայց այնուամենայնիվ մարդ միշտ պիտի ձգտի իր արմատներին։ Տարեմուտին տներում ավանդաբար կատարվում էր մաքրման ծիսական արարողություն, կախարդելու կամ կաղանդելու միջոցով, բայց խոսքը բարի կախարդության մասին է, երբ հնչում են մոգական ազդեցությամբ բարեմաղթանքներ եւ օրհնություններ։ Տարբեր գույնի թելերով կաղանդում են պոպոկը, կարծես չար աշկից, որ տունը հեռու պահեն, այսպեսի աչքեր էին անում աշխարհի տարբեր կողմերի։ Ծիսական մեկ այլ արարողություն կոչվում է կաղանդոս։ Պարավի շորեր հագած գյուղի տղաները ալելույա ասելով ու աղմկելով մոտենում են տան շեմին եւ դատարկ պարկ ներս գցում։ Տանտիկինը պարկը պետք է լցնի քաղցրեղենով։ Ինչքան շատ տաս, այնքան շատ բարի կմտնի քո տուն։ Բարիքը դրսից հանում ես, բարիքը ներս է գալիս նոր տարվա օրը եւ հավատում եմ, որ տարին հենց այդ պահին է մտնում տուն։ Մինչ տանտիկինը կփորձի տեսնել, թե ովքեր են անկոչ հյուրերը, վերջինները դուրս են քաշում լցված պարկը եւ փախչում։ Առաջին հայացքից զավեշտալի թվացող այս ծեսը նախնիների պաշտամունքից է ծնվել։ Տղաները խորհրդանշում են նախնիների հոգիները, որոնց համար նոր տարվա սեղանից պետք է անպայման բաժին հանել, այլապես տունը չի օրհնվի։ Հայկական ավանդական կենցաղում երեխաների սիրելի ծերուկը ոչ թե Լապլանդիայի Սանտա Կլաուսն է, այլ կաղանդ պապը, որն ավանդույթի համաձայն ապրում է Արարատի կամ Արագածի գագաթին։ Բարի ծերուկն իրականում անցնող տարվա խորհրդանիշն է, նվերներով պարկնուսին գալիս եւ նոր տարվա մասին ավետում է հենց տան փոքրին, որն էլ մարմնավորում է սկսվող տարին։
Մեռնող ու հարություն առնող աստվածության խորհրդանիշն է նաև ինքը հենց բնությունը, հա, ինքը մեռնում է ձմեռ, բայց չմեռ, հենց ձմեռվա այդ մահվան մեջից ծնվում է նոր տարին։ Կաղանդ պապը երեխայի բարձի տակ դնում է ոչ թե սմարթֆոն, այլ տիկնիկ, որը կոչվում է դայ-դայ։ Տիկնիկները պատրաստում են ճյուղերից եւ գունավոր թելերից։ Նրանց հետ կապված Բյուրական գյուղում հետաքրքիր հավատալիք կա։ Ասում են, որ եթե երեխան այս տիկնիկի հետ խաղում է, ասենք տունը ծնվում է աղջիկ երեխա, նոր երեխա պիտի ծնվի։ Սա այն երեխան է, որը դեռ չի ծնվել, հա։ Ու եթե երեխան խաղում է սրա հետ, կարծես կանչում է իր քրոջը, կամ սրա հետ կանչում է իր եղբորը։ Նկարագրված հավատալիքներն ու ծեսերը պահպանվել են միայն Բյուրականում։ Տոնացույց ժողովրդական թատրոնի սաները անգամ բեմադրում են դրանք։ Իդեպ Կաղանդ պապի գալը ներկայացվում է նաև Ստվերների թատրոնի միջոցով։ Լուիզա Սուքյասյան, Հայերփի Միքայելյան, Արթուր Հովսեփյան, Կիրակնորյա ժամը։ Այս թողարկման վերջին պատմության հերոսը մեր օրերի Կարաբալան է։ 30-ամյա մի երիտասարդ, ով չընկճվելով կյանքի հարվածներից շտկել է մեջքը, կռիվ տվել ճակատագրի հետ ու հաղթել։ Ի տարբերություն Կարաբալայի, Վարդանը օգտվում է տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից։ Նրա մասին նույնպես գեղեցիկ պատմություններ են հյուսվում։ 7 տարեկանից Երևանի փողոցները նրա համար դարձել են բիզնես միջավայր։ Այսօր նրա մոտոցիկլները երթևեկում են ամենուր, որտեղ սեր, այնտեղ էլ Վարդանի վարդերը ու իհարկե Վարդանյան արտակը։ Վարդանի վարդերն են, սա էլ նրա մոտոցիկլետը։ Երևանում շատերն են նրան ճանաչում։ Ծաղկավաճառի ծաղիկների մասին գեղեցիկ պատմություններ են հյուսվում։ Ամենառոմանտիկ հանդիպումներն անցնում են Վարդանի վարդերի բույրի ներքո։ Ես շատ սիրում եմ իմ աշխատանքը, ես շատ վաղուց եմ ծաղիկ վաճառում ու հիմա բարի մարդկան շնորհիվ ես կայացել եմ։ Փոքր է եղել, երբ հայրը լքել է ընտանիքը, 7 տարեկանից ստիպված է եղել ընտանիքը պահել։ Ծաղկավաճառի գործը սկսել է մի հատիկ վարդից, հիմա արդեն փնջերով է ուրախացնում սիրահար զույգերին։ Ես 6 տարեկան եմ եղել, հայրս լքել է ընտանիքը, գնացել է Ռուսաստան, թողնելով 3 երեխա հիվանդ մորս ուսերին։ Ու ես հայտնվել էի փողոցները։ Նախքան իմ ծաղիկ վաճառելը ես գնում էի Շենգավիթի մետրոյի մոտ էի կանգնում, շուկա կար, այնտեղ փորձում էի մարդկանց այդում էի ասում էի օգնեմ ձեզ, տանեմ ձեր ցելոֆոնը։ Ու գիտեի, որ օգնել վերջացնել, ինչ-որ բան կտամ ուտելու միրգ։ Տարիներ առաջ հեծանիվով էր ծաղիկներ վաճառում, հետո հնարավորություններն ավելացան։ Մեկի փոխարեն 3 մոտոցիկլետ գնեց։ Զարդարեց փուչիկներով, գունավորեց, մի խոսքով վաստակածը ներդրեց խթանելով բիզնեսի աճը։ Այսի ավելի հետաքրքիր ստացվեց, որ Վարդանի վարդեր, որ անունը անվան մեջ էլի ոնց որ։ Մերօրյա Կարաբալայի կյանքը արտասովոր է անցել։ Ոչ մեկը չի թողել, որ նա ցրտից սարճի, քաղցած մնա, ավելին թույլ են տվել ծաղիկ վաճառել, նույնիսկ արգելված վայրերում։ Որտեղ որ ես գնացել եմ ծաղիկ վաճառելու, որտեղ միշտ մարդիկ են եղել, ովքեր որ ինձ հոգ են տարի մասին, ինձ հաց են տվել, նայել են, իրանց երեխու պես ինձի պահել են։ Սկսեմ ձյաց զորիկից, հրապարակի կաֆեի տիրոջից, Պապլավոկում ծոց Սվետաներ ինձի նայում, միշտ հաց էր դնում շորից մեջ, իր երեխու պես ինձի նայում էին։ Հիմա ավանդույթները շարունակվում են, հորից որդուն է փոխանցվել Կարաբալայի շնորհքը։ Մեր օրերի Կարաբալան է եւ այդպես էլ իրեն կոչում են Իմիջայլոց։ Եվ ինքը շատ մարդկային, ես ուղղակի բառեր չեմ գտնում իրեն նկարագրելու իր բնավորությունը, իր վարքագիծը։ Վարդանը նաև կյանքի դժվարին օրերն է հիշում։ Տարիներ առաջ ամռան շոքին կարապի լճում լողալուց հետո նկատել է, որ հագուստը գողացել են։ Տազդվեցին եւ ինձի մեծ շորեր հագցրեցին ու դրանից հետո որ գնում էի Պապլավոկ, շորերս թողնում էի Սվետոտայի մոտ։ Ու Սվետոտան միշտ հաց էր դնում շորից մեջ, այդ վաղտ շատ դժվար վիճակ էր, այդ վաղտվա հացը շատ թանկ արժեր։ Վարդանի ու Կարաբալայի ընդհանրություններից շատ են խոսում, այդ մասին ունի իր առանձին կարծիքը։ Ինձ մեր օրերի Կարաբալային ասում, Կարաբալան մոտոյով 7 տարեկանից Երևանի փողոցներում է, կենտրոնի բնակիչներից շատերը նրան լավ գիտեն։ Վարդանից վատ բան չես տեսնի, փողոցը նրա կյանքի դպրոցը դարձավ, փոխարինելով ուսմանը։ Այստեղ տեսավ ամեն ինչ, բայց սովորեց միայն լավը։ Ես ինձ շատ լավ եմ ուզում, երբ որ ասեմ շատ կարիքավոր աղջիկա կամ կնոջ եմ նվիրում, ենթադրենք ինվալիդ կամ կայլած գործենամ, որ մի փունջ ծաղիկ նվիրեմ, այդ ուրախությունը, այդ ջեմ շնորհակալությունը իմ համար ամեն ինչ արժի։ Մեր օրերի Կարաբալան մեր քաղաքի ամենավառ գույներից է։ Դժվար է այսուհետ պատկերացնել մեր Երևանը առանց Վարդանի վարդերի։ Նա Կարաբալայի իսկական ժառանգորդն է։ Արտակ Վարդանյան, Արթուր Հունանյան, Կիրակնորյա ժամը։
Եթերում Կիրակնորյա ժամի նախավերջին թողարկումներ, ամենայն բարիք բոլորիդ։